Բայց ես պիտի ասեմ, որ մենք պիտի հասկանանք, որ վիրահատությունը, բժշկական ծառայությունը տրամադրվում է նաև հավաքական աշխատանքի շնորհիվ։ Եվ այո, մաքրուհիներ եւ բուժ քույրներ պիտի բավարար աշխատավարձ ստանա։ Եվ նա ոչ թե աջակցող է, այսպես տակը ինչ մնա կգնա այս թիմին, ոչ։ Մենք պիտի հասկանանք, որ բժիշկը պիտի լինի գնահատված եւ շարունակելու են մեր բժիշկները իրենց աշխատանքի դիմաց անընդհատ ավելի շատ վճարվել եւ սա փաստ է։ Սա փաստ է։ Մեր 2018 թվականից մինչ այսօր մեր բժշկական անձնակազմերի աշխատավարձերը անընդհատ աճել են եւ դրանք հաջորդիվ էլ շարունակվելու են։ Բայց մեր բուժքույրերը եւ մեր մաքրուհիները եւս պիտի բավարար աշխատավարձ ստանան եւ այո մենք մցրել ենք այդ պահանջը, որ առնվազն որոշակի չափով նրանք պիտի փոխհատուցվեն։ Եվ ես սա շատ կարևոր եմ համարում։ Մեզ նաև բժշկական կենտրոններն են այսպես դիմել, որ սա հնարավորություն կտա փոխհատուցման գնի շրջանակներում վերանայել բուժքույրերի եւ սանիտարների աշխատավարձերը։ Եվ մենք սրա հետ շատ հաշտ ենք, բժիշկներն էլ շարունակելու են ուրեմն փոխհատուցման գնի շրջանակներում զբաղվածություն ապահովելու պարագայում, սա էլ է շատ կարևոր։ Բժշկի աշխատանքն էլ իհարկե գալիս է նրանից, քանի վիրահատություն կանի, չէ, ամսական, քանի խորհրդատվություն կանի, մարդիկ ինչքան գոհ կլինեն, կդիմեն իրեն, թե կողքի բժիշկին, եւ սա է մեր նպատակը։